Գյումրիում օդի մեջ փոշի պարունակությունը Հայաստանում ամենաբարձրերից մեկն է արդեն մի քանի տասնամյակ։ Դրա պատճառները տարբեր են։ Մեկը այսպիսի ավերակների գոյությունն է մինչև հիմա, որոնք չեն մաքրվել։ Պատճառներից մյուսը կանաչ տարածքների ոչնչացումն ու նվազեցումն է եղել, ռոռոկման համակարգի բացակայությունը, ինչպես նաև շինարարության նորմերի խախտումները։ Այս խնդիրները իշխանության գալու դեպքում Եվրադաշինքը լուծելու է առանց մեծ դժվարությունների, սա կարելի էր անել ավելի վաղ։ Սիրելի համաքաղաքացիներ, մարտի 30-ին մասնակցեք Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին և քվեարկեք Եվրադաշինքի օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն և հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ կառավարությանը, վարչապետը թող որոշի ով կպատասխանի հարցին։ Այսօր մամուլում շատ արագորեն տարածվեց մի ձայնագրություն, վերաբերում էր Վարդան Ղուկասյանի, նախկին քաղաքապետ Գյումրիի և ներկայիս քաղաքապետի թեկնածու կրկին Վարդան Ղուկասյանին և երկրորդ անձին։ Ես իրավապահ համակարգի ուշադրությունն եմ ուզում հրավիրել այդ ձայնագրությունը նախ հասկանալ իրական էր թե ոչ, և եթե իրական էր, այնտեղ մի կարևոր կտոր կար, որում կարելի է ասել փաստացի գյումրեցիների որոշակի մի խմբի կյանքի և առողջությանը վտանգ է սպառնում, որովհետև ըստ էության այդ ձայնագրության մեջ, եթե էլի եմ ուզում ընդգծել, եթե իրական էր, երկրորդ կտորով, որտեղ քաղաքապետի թեկնածուն նշում է, որ ովքեր չգան իր այդ հանդիպման, այն անձինք, որոնց ժամանակին տարածքներ և խանութներ է տվել, նախ այս կտորը ևս պետք է հասկանալ ինչ հիմունքներով է քաղաքապետը իր պաշտոնավարման օրոք գույքեր տվել, և շարունակելով այս թեման, նախկին քաղաքապետը ապօրինի ծագում ունեցող իր գույքի բռնականցման հայցը դատարանում է և դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից օգուտ Հայաստանի Հանրապետությանը բռնականցել 17 գույք և 224 միլիոն դրամ։ Ես խնդրում եմ պատասխանել ինչ ընթացք կա նշածից վերաբերյալ և այս պրոցեսը ինչ փուլում է գտնվում։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Ազարյան։ Մի մասով հարց վերաբերում է իրավապահներին, թող իրենք զբաղվեն։ Այն մասով, ինչ մասով ես ասելիք կարող եմ ունենալ, ես այդ ասելիքը ասել եմ մարտի 9-ին կարծեմ Գյումրիում, ուրիշ ասելիք չունեմ, մնացած ասելիքը թող ասի գյումրեցին, իմ գործառույթն է, որ ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն ունենան, և ես կարող եմ ասել, որ այն, որ դուք ասում եք, որ որևէ դուրս պրծուկ չի կարա Հայաստանի ընտրողի կամքին բռնանա։ Եթե որևէ դուրս պրծուկ փորձի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրության կամքին բռնանա, ինքը շատ արագ կհայտնվի, որտեղ ասեմ, ասֆալտին, ամենաարագը տեղը։ Մնացածը թող գյումրեցիները ասեն, ես վստահ եմ, որ և գյումրեցիները, ոչ թե վստահ եմ, ես երաշխավորում եմ, որ և գյումրեցիները և փառաքաղաքացիները ազատորեն իրենց կամքը արտահայտելու հնարավորություն կունենան, մեր դիրքորոշումն էլ հետևյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք մենք ի գիտություն ենք ընդունելու և ժողովրդի ասածը մեզ համար օրենք է, իրանք թող տեսնելով և հենվելով փաստերի վրա կայացնեն իրանց որոշումը, ոչ թե մեր։ Արձագանք։ Շնորհակալ եմ։